Բարև ընկերներ, այսօր խոսելու եմ մի քանի թեմաների մասին։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ անունով բացվել է կեղծ էջ հայը անունով, որի հետ ես որևէ կապ չունեմ, եւ խնդրում եմ ձեզ, որպեսզի այդ էջին որևէ նամակ չուղարկեք։ Իսկ տվյալ անձին հորդորում եմ, որպեսզի վերջ տնի ապօրինի գործելակերպին, հակառակ պարագայում օրինական գործողություններ կիրականացվի սույն անձի հետ։ Հիմա անցնենք օրվա թեմաներին։ Նախ ցանկանում եմ խոսել 2021 թվականին Արմավիր քաղաքում տեղի ունեցած գողության մասին, որը մինչ այժմ չի բացահայտվել կամ չեն ցանկանում բացահայտել։ Այսպես, ստացված տեղեկությունների համաձայն 2021 թվականին Արմավիրի մեկ բնակչի տանից գողացել են մի պայուսակ ոսկյա իրեր, մոտավոր $70,000 արժողությամբ։ Սակայն քննչական կոմիտեի Արմավիրի բաժնում մինչ այս պահը չեն կարողանում իբրև բացահայտել գողությունը։ Ըստ որոշ տեղեկությունների, քննչականում փորձում են կոծկել տվյալ գործը, քանի որ ավարը մեծ է, իսկ քննիչը ևս ապրել է ցանկանում։ Քննչական կոմիտեի ղեկավար պարոն Արթուր Պողոսյան, ինչպե՞ս եք։ Հույս ունեմ, որ կհանձնարարեք ձեր ենթականերին, որպեսզի գործին ընթացք տան ու տուժած քաղաքացու ողջ կարողությունը կարողանան հայտնաբերեն։ Դեռ չեմ ցանկանում մանրամասներին անդրադառնալ, հույս ունենալով, որ կարձագանքեք խնդրանքիս։ Պարոն Արթուր Պողոսյան, մի փոքր այլ խարդախության դեպք էլ ըստ տեղեկությունների գյուլագարակում է տեղի ունեցել։ Խնդիրը կապվում է Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակից Մարինե Ալեքսանյանի անձի հետ։ Դա ևս ձեր տիրույթում է։ Խնդրում եմ զբաղվել։ Ընկերներ, օրեր առաջ խնդրել էի, որ տեղեկություն տրամադրեն Լուսակերտի զորամասի հրամանատար Աշոտ Սարգսյանի մասին։ Նախապես բազմաթիվ տեղեկատվություն էր հասել այդ անձի հետ կապված։ Տեսանյութից հետո բազմաթիվ նոր տեղեկություններ են ի հայտ եկել, որոնց մասին հիմա կկիսվեմ նաև ձեր հետ։ Այսպես, ըստ ստացված տեղեկությունների, Աշոտ Սարգսյանի հրամանատար նշանակվելուց հետո Լուսակերտի զորամասում սկսվել է տիրել ապօրինություններ, անարխիա։ Բազմաթիվ նվիրյալ սպաներ ստիպված դուրս են եկել ծառայությունից։ Բացի այդ, նաև ասում են, որ վատ վերաբերմունք է ցուցաբերում զինծառայողների նկատմամբ, հայհոյում է, վիրավորում է, ովքեր իր ասած ապօրինի պահանջները չեն կատարում։ Պարոն Սուրեն Պապիկյան, վստահ եմ, որ ձեզ ևս Աշոտ Սարգսյանի հետ կապված բողոքներ են հասել։ Հույս ունեմ շատ արագ կզբաղվեք, քանի որ չեմ ցանկանում բանակում տիրող ապօրինությունները բարձրաձայն ասել։ Եթե որևէ քայլ չեք կատարի, ապա կհամարեմ, որ դուք ևս կողմ եք ապօրինություններին։ Առայժմ այս մասով այսքանը, կսպասեմ ձեր քայլերին։ Եթե տեղի չունենա ոչ մի գործողություն, ապա պարտադիր կբարձրաձայնեմ ամենը։ Բանակը նուրբ թեմա է, դրա համար պետք է մի փոքր համբերատար լինենք եւ սպասենք։ Ընկերներ, տեղեկություններ եմ ստանում, որ որոշ համայնքապետեր եւ դրանց ենթակաները ցուցակներ են հավաքում մարդկանց անձնագրային տվյալներով, որը ընտրական օրենսգրքի հերթական խախտում է։ Նաև տեղեկություններ եմ ստանում ընդդիմադիր որոշ ուժերի կողմից ընտրակաշարքի մասին։ Հիմա փաստեր ենք հավաքագրում, հենց լինեն ապացույցներ, դրանք ևս հրապարակելու եմ։ Հիմա ցանկանում եմ խոսել հերթական նախկին ռեժիմի գյուղապետի մասին, ով ժամանակի ընթացքում դարձել է ՔՊԱ-ական։ Խոսքը գնում է Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի մասին։ Այսպես, նա 1996 թվականից վեր եղել է Ակունքի գյուղապետ, ապա համայնքի խոշորացման զուգահեռ դարձել համայնքապետ։ 2022 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից վերընտրվել Ակունքի համայնքապետ։ 65-ամյա համայնքապետը ահագին հողամաս է կարողացել հետգցել իր կառավարման ժամանակում։ Այսպես, ունի 8 հողամաս, որից վերջերս է կարողացել սեփականացնել, եւ մեկ առանձնատուն Ակունքում։ Իդեպ, մեր հնամյա համայնքապետը 2024 թվականին ստացել է 20 միլիոն դրամ եկամուտ, որի աղբյուրը անհայտ է։ Պարոն Ռուբենյան, ինչպե՞ս եք։ Կասեք, խնդրում եմ, Բյուրակ ռեստորանը ձերն է։ Եթե այո, ապա ինչպես եք այն ձեռք բերել։ Կամ Easy Way ՍՊ-ի հետ դուք կամ ձեր ընտանիքը ինչ կապ ունեք։ Պարոն գյուղապետ, չեք կարծում, որ արդեն ժամանակն է հեռանալու պաշտոնից։ Ակունքցիները մեղք են ձեր ձեռքում։ Իդեպ ընկերներ, տվյալ անձի վերաբերյալ բազմաթիվ այլ նյութեր ևս կան, որոնց մասին առաջիկայում կխոսեմ։
Շնորհակալ եմ համբերության եւ վստահության համար։ Կհանդիպենք վաղը։ Հարգանքներս, ձեր հայը։